Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերին աշխատանքը սկսում է տոնը շնորհավոր Ձինա այդ նախագիծը։ Հարգանքներս բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր անդավաճան հետևում են եւ միշտ Հակոբովնայից ակնկալում են հետաքրքիրը, թարմը, նորությունները եւ իհարկե հանդիպումներ լավագույն դեմքերի հետ։ Շատ սպասված հյուր ունեմ եւ շատ հարցեր ունեմ կուտակված։ Ես վստահ եմ, որ րոպեներանց դեմքը որ տեսնեք հենց հիմա տաղավարում ասել է Հակոբովնա, դու շատ էիր ուշացրել ներողություն, ես իմ սխալը ուղղել եմ հենց այսօր։ Բայց այս բան չեմ խախտում ֆորմատը։ Ուզում եմ շնորհավորել օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ ամենակարևորը բացառապես Դինայի հետ 21 TV եթերում։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Ամեն մինորոր քեզ սիրահարվեմ Սիրտը իմոլոր քեզ տամունը վիրեմ Ամեն մինորոր քեզ սիրահարվեմ Սիրտը իմոլոր քեզ տամունը վիրեմ Դե արի ու դես որ սիրահարվել եմ ես քեզ Երազան քեզ դու ամեն մի հայի Էդ քո աչերով եմ մի հմայի Կյանքով լցրիր կյանքս ամայի Թե քեզ չսիրեի գլխից կատայի Երազան քեզ դու ամեն մի հայի Էդ քո աչերով եմ մի հմայի Դու կյանքով լցրիր կյանքս ամայի Թե քեզ չսիրեի գլխից կատայի Բարերով ոնց սերս պատմեմ Կուզեմ դարերով քո կողքին ապրեմ Ախր բարերով ոնց սերս պատմեմ Կուզեմ դարերով քո կողքին ապրեմ Դե արի ու դես որ սիրահարվել եմ ես քեզ Երազան քեզ դու ամեն մի հայի Էդ քո աչերով եմ մի հմայի Կյանքով լցրիր կյանքս ամայի Թե քեզ չսիրեի գլխից կատայի Երազան քեզ դու ամեն մի հայի Էդ քո աչերով եմ մի հմայի Կյանքով լցրիր կյանքս ամայի Թե քեզ չսիրեի գլխից կատայի Կյանքով լցրիր կյանքս ամայի Թե քեզ չսիրեի գլխից կտայի Երազան քեզ դու ամեն մի հայի Էդ քո աչերով եմ մի հմայի Կյանքով լցրիր կյանքս ամայի Թե քեզ չսիրեի գլխից կտայի Երազան քեզ դու ամեն մի հայի Էդ քո աչերով եմ մի հմայի Կյանքով լցրիր կյանքս ամայի Թե քեզ չսիրեի գլխից կտայի Դե ինչ 21 TV եթերի աշխատանքը շարունակում է տոնը շնորհավոր Ձինայի հետ նախագիծը եւ ես ունեմ շատ սպասված հյուր։ Միանգամից սիրով րոպե չկորցնելով ներկայացնեմ, որ հյուր ընկալել եմ Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն Քանա Ղևոնդյանին։ Տեր Շմավոն ջան, հարգանքներս։ Ողջույններս։ Ոնց եք։ Հրաշալի, որ հարություն ունեցա նաև այցելելու ձեզ։ Գիտեք, ես սկսել եմ ձեզ նախանձել
Դե մենք Facebook-յան ընկերներ ենք, ես տեսնում եմ դուք այստեղ եք գնում, այնտեղ եք գնում, ինչ ձև ոնց կարողանամ Տեր Շմավոնի հետ կապնվել, դուք գիտեք, ես ունեմ Սոնյա Դիլանյան, որ ամենաանմիջական կապն հենց ձեզ նման մարդկանց հետ։ Իմ ընկերն է։ Այո, ասես Դինա, ում համար է քեզ պետք, ու հենց հիմա ինձ մոտ Տեր Շմավոնն ասի խնդրում եմ, ես մի տեսակ չգիտեմ ոնց մոտեցում ցույց տամ Մենք զանգորը։ սմոկի ծնունդին նստած ենք իրար հետ։ Վերջացավ։ Դուք հասկանում եք, որ Սոնյան են կողմից պրոդյուսերական աշխատանքներ անում։ Ես մի քանի հարց ունեմ, եթե անկեղծ, հետո անցնենք մեր ֆորմատին։ Հիմա մի քանի րոպե առաջ ես ականատես եղա, թե ինչպես էր իմ ընկերուհին ուզում ձեզ համոզել, առավել ևս պահքի ժամանակ ինչ կարելի է ուտել, ինչ կարելի է խմել, արդյոք սա կարելի է, չկա արդյոք միտեղ, որ մենք հասկանանք ինչ է մեզ պետք ուտել կամ խմել, չգիտեմ, այդ խորհրդի մասն է խոսքս։ Նախ ասենք, որ չստացվեց իրեն մոտ համոզելը, բոլորը թող իմանան, որ չհամոզվեցի, անդրդվելի մնացի, բայց դա այնպես չի, որ ես պետք է համոզվեմ։ Մեր եկեղեցին հստակ կանոնակարգ ունի։ Ահա։ Պահոց եւ ոչ պահոց կիրակուրներ։ Պահոց կիրակուրները նրանք են, որոնք որ բուսական ծագում ունեն։ Վերջ։ Այն ամենը ինչ որ բուսական ծագում ունի, դա պահոց է։ Մարդիկ ասում են, իսկ դուք կարելի է, ասում եմ, եթե նման խոտ կա, որը կոչվում է ձուկ, ուրեմն այդ խոտը կերեք։ Ահա։ Այսինքն մարդիկ բաժանում են, փորձում են բաժանել, չէ որ ձուկը միշտ չէ։ Միսը ձուկը է, ձուկը բայց միշտ չէ։ Գուցե կարելի է, ասում եմ ոչ։ Գուցե այլ եկեղեցիներում ռուս պրավոսլավ եւ կամ կաթոլիկ եկեղեցիում շաբաթը մեկ անգամ կամ չգիտեմ երկու անգամ արտոնելի է դառնում ձուկը կամ թռչնի միսը ինչ որ միջափով ուտել, մեզ մոտ ոչ, մեզ մոտ պահքը հստակ կերպով զատորոշված է բուսական եւ կենթանական ծագումնացող սնունդների միջակայքը, այսինքն բուսական ծագումնացող բոլոր յուրաքանչյուր տեսակի սնունդ ընկալելի եւ օգտագործելի է պահքի ընթացքում, բայց այն էլ բնականաբար ավելի քիչ, սակավ վիճակում, որովհետեւ պահքի նպատակը ոչ թե սննդակարգ փոխելը մարդու մոտ, անցնել ասենք թե կենթանական կամ խառը սնունդից դեպի միայն բուսականին եւ պահպանելով, ինչպես շատ դիետոլոգներ ասում են, նույն քանակության կալորիան։ Իհարկե ոչ, դա սխալ է։ Պահքի նպատակը մարմնի ցանկությունները նվազեցնելը եւ առաջ բերել հոգեվոր պահանջմունքները։ Բնականաբար այս ամենը իրար հետ կապված են։ Ինչքան շատ պարարտ սնունդ ես ուտում, ապա եւ ցանկությունդ ըստ այդմ այլ են լինում։ Եվ պահքը նաեւ մի շրջան է, որ ամենաառաջնայինը մարդ պետք է ուշադրություն դարձնի ոչ թե սննդակարգին, այլ իր հոգեվոր տեսակին, իր վերանայի իր ներսին, այսինքն պահքը նախ ստիպողաբար չի։ Դա բարեպաշտական սովորույթ է եւ մարդը կամովին է որոշում պահք պահել եւ չպահել եւ ինչպես ավետարանն է ասում, որևիցե մեկը թող չդատի նրան, ով ուտում է եւ որևիցե մեկը որ չի ուտում, թող չդատի նա, որ չի ուտում։ Այսինքն ինչ անում ենք Աստծո համար ենք անում։ Մենք որևիցե մեկին դատելու իրավունք չունենք, բայց առաջնայինը որպես քրիստոնյա մարդը պետք է անդրադառնա սեփական հոգուն, իր սխալներին, իր գործած, չգիտեմ, մեղքերին եւ կամ պարզապես արարքներին, որոնք որ ինքը չի գիտակցել, որ մեղք է, եւ ամենակարևորը իր չգործած գործերին, որովհետեւ մենք միշտ խոսում ենք մեր գործածի մասին, բայց երբեմն մոռանում ենք, որ կան արարքներ, որոնք որ մենք չենք արել եւ պետք է անեինք։ Բնականաբար այդ բոլորը ավելի շատ բարի եւ հոգեվոր միտում ունեցող արարքներն են։ Այսինքն մեզանից մենք քիչ ենք վախեցել սեր, դիմացինին չենք հասկացել, չենք հանդուրժել նրա սխալը, չգիտեմ, փորձել ենք ավելի սեփական եսը էգոն բարձրացնել։ Այսինքն պահքը միտված է նրան, որ մարդ այդ ամենը իր մեջով անալիզ անցկացնի եւ հասկանա իրեն ինչ է պետք վերջի։ Եթե որևիցե մեկը պահքը պահում, բայց ուզում է գնալ ուրախանալ, խնդիր չկա, ուրախացի, դա քեզ չի խանգարում, որովհետև պահքը տխրության եւ սգո օրեր չեն։ Պահքը ինքնակնման օրեր են։ Եթե պահք պահելով նաեւ սննդական պահքն ես պահում բնականաբար, այո, ուրեմն դու քեզ զերծ պետք է պահես այդ ուտելիքից, այդ խմիչքից եւ այլնից։ Եթե դու մտածում ես, որ կարելի է մի օր խախտել, հետո շարունակվել, ավելի լավ ընդհանրապես չպահել։ Զուտ այն բանի առումով, որ լինես սկզբունքորեն, մեղք չի կամ մեղավոր ընթացք չի սա։ Եթե որոշել ես, պահի, եթե չէ, ուրեմն չէ։ Այսինքն, այստեղ մարդ պետք է հստակ լինի իր որոշումների մեջ։ Կամ այո, կամ ոչ։ Ես միշտ ասում եմ, թե մի քիչ հղի չկա, կամ ես կամ ոչ։ Ոսկի միջինը չունենք։ Շատ լավ։
Իսկ ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ մեզանից գրեթե մեծամասնությունը վստահ եմ գիտի, որ պահքը պահում է միայն նիհարելու համար։ Առաջինը ինքն է չաղանալու։ Միանգամից չէ։ Զուտ որովհետև պահքը դրա միտումը չունի։ Որովհետև պահքի նպատակը նորից եմ ասում, մարմինը թուլացնել է, եթե այն եւ ասեմ դա կոպիտ ասած այսպես ասած աշխատում է, երբ որ դու նաեւ միաժամանակ հոգեվոր քո կերտվածքն ես փոխում։ Այսինքն դու սկսում ես ավելի հաճախ գնալ ժամերգությունների, պատարակների, հոգեվոր ընթերցանություն, դատարկաբանությամբ եւ կամ ինտերնետի մեջ չես ժամերով եւ օրերով մտնում։ Ես օրինակ ծանոթ եմ, որ ինքը ասեց, եթե այս պահքին իմ նպատակը մեկն է, կախվածությունը վերացնեմ ինտերնետից։ Եթե դա արեցի, ուրեմն ես Հատոնց բաներ էլ կա։ մարդիկ, որ արթնանում են, չեն կարողանում այլևս դուրս գալ։ Ախ, Աստված իմ։ Շատ լավ։ Իսկ մի հարց էլ Ձեր կարծիքով հիմա մեր ազգը հեռացել է Աստծուց։ Գիտեք, ճիշտ չի լինի այդպիսի ամբողջական պատասխան տալ, որովհետև որևիցե մեկ այդ ստատիստիկան չի տիրապետում։ Բայց ես կարող եմ ասել հետևյալը, որ այն 7 տարիների ընթացքում, որ ես վերջի այս եկեղեցում եմ ծառայում, քանակերը Սուրբ Հակոբի եկեղեցում ծառայում, մարդկանց թիվը եւ ավելացել է, եւ փոխվել է, եւ նորերն են եկել, եւ մնացել են, եւ գնացել, այսինքն կենթանի օրգանիզմ է Քրիստոսի եկեղեցին, եւ այն չի կարող երբևիցե անդամահատված լինել, քիչ լինել, մարմինը քիչ լինել չի կարող։ Քրիստոս միշտ էլ իր հետևորդներին բերում է եւ յուրաքանչյուր եկեղեցին ունենում է իր հավատավոր ժողովուրդը։ Այստեղ հարց է, թե այդ մարդիկ ինչքանով են իրենց հավատքը եւ իրենց հոգեվոր մղումները ճիշտ ուղղությամբ տանում։ Շատ լավ, ես ինչու եմ այս ամենը ասում, որովհետեւ քանի որ հիմա համացանցը խժռում են նաեւ այլ աղանդներ։ Դա համար ասացի, ինչ ուղղությամբ են տանում։ Այո, այլ աղանդներ, ես վախում եմ, եթե անկեղծ։ Խայտարակ վախում եմ այդ թեմայից, որովհետեւ իմ Աստված մեկն է, ես իմ Աստծու հետ շփվում եմ, դուք ինձ չեմ կարծում կգտնեք ամեն կիրակի պատարակի ընթացքում, կամ որ էջում դնում են ասում են օրհնյալ կիրակ։ Ես այդպես բաներ չեմ անում, բայց ես ինքս սուբյեկտիվ կարծիք եմ ասում, հա, եւ աստվածավախ եմ, եւ աստվածապաշտ, որովհետեւ իմ կարծիքով եթե ես հենց հիմոնակ այստեղ առողջ նստած եմ, դա կարծիք չի, դա հենց այդպես է։ Ես շատ էի հավատում Աստծուն, ես 1 օր առաջ իմ վիրահատություններից 1 օր առաջ շատ վատ մի կերպ հասել եմ ուղնի, մի կերպ փոքրիկ sense աղոթք եմ ստացել, իմ խնդրանքը խնդրել եմ Աստծուց ու դուրս եմ եկել։ Ես վիրահատությունից առաջ եկել եմ ուղնի ու մի տարի հետո արդեն լավ քարելով եմ եկել, բայց հենց հիմա մի հատ վիդեո եմ տեղադրելու ինձ մոտի մեջ, տեսնեք ինչ տեղի ունեցավ մոտակա մի քանի րոպեների ընթացքում։ Ու ես ինձ երջանիկ եմ համարում նրա համար, որովհետև ես Աստծուց իմ ավելի շատ շնորհակալ եմ, քան խնդրում եմ։ Նշանավ ամենահարթ խաչի փողորով բարձր կայքին աշխում մարդկան իրապապատություն կերկյանքը և պտություն բարյալ որ միայն կարող է սովորեցնելս պարկերի թուր բարյալ պարկերի ազարատ որով սանապաս պարավոր Ես այս կադրերը որոշել եմ հենց այս ծրագրի ընթացքում օգտագործել, ձեզ հետ շփվելու ընթացքում, հա։ Եվ մի քանի ամիս առաջ, անցել արդեն 3 տարի, վատ ցավերից հետո, ես գնում եմ ուղնի իմ Սոնյայի հետ։ Եվ միշտ սիրում ենք երեկո անեն, որ հանգիստ, ամեն ինչ, ստանում ես այստեղ, լցվում է էլի հոգիդ։ Ու ինձ հանդիպեց այն նույն քանան, որ տենց փոքրիկ հասցրել էր, հա, հարսանիք կար արանքում, հասցրեց ինձ sense մի հատ շոհեց, ասեց Աստված հետդ բալես, այդքան բան, հա, նույն քանան այնտեղ էր, կներեք անունը չեմ կարող հիշել։ Եթե տարիքով է դեր եղել շեն պիտի լինի։ Հա,
ինձ թվում է եղիշն եղել, երևի թե։ Մի խոսքով, ինչ եմ ուզում ասել։ Այդ ժամանակ ես հասկացա, որ կա առողջության ինչ-որ աղոթք։ Այո, բժշկության աղոթք։ Այո, ասեց բալես, քանի մարդ չկա հանգիստ է, արի մի հատ այդ աղոթքը հենց հիմա հա գնացել եմ առաջ, կանգնել եմ եւ այդ ընթացքում դժմավոն։ Ես այդքան հավատում եմ, զանգերը հնչել են վարկյան անց։ Ես ձայնով այնքան բարձր լացել եմ։ Ես ինչու՞ եմ այս ամենը ասում։ Կարևոր չէ դու ամեն օր իմ կարծիքով գնաս եկեղեցի, բայց Աստծո հետ շփվել գոնե մտովի, պետք է։ Ես հիմա շատ մարդկանց հետ եմ շփվում, ում համարում եմ նաև անաստված, կներեք, որ այդպես եմ ասում, որովհետև չգիտեմ ինչու ինձ թվում է մենք հայերս, մեր քրիստոնյա, հա, ժողովուրդը, ովքեր որ հավատում են նաև իր Աստծուն, գոնե մտքի մեջ պետքա շփվի Աստծո հետ ու վախենա Աստծուց։ Ես ամենաշատն եմ վախենում։ Չգիտեմ, սա ինձ մոտ եղել է մի քանի տարի առաջ ես ամեն ինչը ծնվել, թե ոնց եւ մեկ էլ սիրում եմ ամեն ամիս գնալ այն եկեղեցին, նստել հանգիստ սենց, ստանալ են ամեն ինչ այստեղ ուզում եմ ու դուրս գալ։ Իմ նման մարդիկ ինձ թվում են կա, չէ՞։ Կան եւ այլ տեսակի մարդիկ կան եւ այս տեսակի մարդիկ կան, բայց այո, մենք օրինակ հանանես երբևիցե չենք դաստիարակում մարդկանց, որ նրանք ճգնավոր դառնան եւ կան վանական, որ առավոտվանից մինչեւ երեկո մոռանան միայն աղոթք եւ չգիտեմ, մենք ուզում ենք որպեսի մարդիկ ճանաչելով Աստծուն կենթանի շփման մեջ մտնեն ու ընտանիքով գոնե եթե շատ իրենց գործերն ու ծառայությունները կամ զբաղվածությունները գոնե ամսական 2 անգամ ամենակիչը եկեղեցի կամ կիրակի օրը պատարագին Աստծո հետ հաղորդակցվելու, այսինքն ստանալու հացն ու գինին, որը որ հաղորդություն է, որով կենթանվույն ֆիզիկական միությունը մարդ եւ Աստված տեղի ունեն։ Դա շատ կարեւոր է հավատացյալի համար։ Շատ կարեւոր է մարդու համար, որովհետեւ ինքը Քրիստոս պայմանը դրե, ասել է ով չուտի իմ մարմինը եւ չխմի իմ արյունը, նա իմ հետ դրախտում որևիցե մի տեղ չունի։ Այսինքն զուտ դրանից ելնելով մնացած արդեն ամբողջ կյանքը դու ես կառավարում, դու ես որոշում։ Տեսեք Կիրակի օրը եկեղեցին լեփ-լեցուն է մարդկանցով, բայց հերիք է որ երկու շաբթի օր կամ շաբաթվա ընթացքում պատարագ լինի կամ ժամերգություն, մարդիկ քիչ են, որտեվ աշխատում են։ Դու չես կարող ստիպել մարդկանց, ասել թոկը գցես վզներից բերես եկեղեցի, ոչ, մարդը աշխատում է, ծառայում է, ունի պարտավորություններ եւ պարտականություններ։ Բայց այդ ամենով հանդերձ այնուամենայնիվ լինում են դեպքեր, որ մարդիկ ժամանակը, այսպես ասած, պոկում են եւ գալիս են եկեղեցի, որովհետեւ այնտեղ իրականում տեղի ունենում մարդ Աստված հանդիպումը։ Խելագարվելու բան է։ Երբ որ դու կանգնում ես ու կողքիդ մարդը քեզ ամենահարազատ մարդն է, երբ որ դու կանգնում ես ու զգում ես, որ դիմացինիդ մարդու մեջ հենց Աստված է, որտեվ Աստվածաշունչը հրաշալի մի տողեր ունի Արաքած գրքով, ասում է մեզ, ասում է հարուստն ու աղքատը հանդիպեցին իրար, երկուսն էլ Աստծուն տեսան։ Որտեվ ամեն մեկի մեջ Աստված կա, կապ չունի դու հարուստ ես, աղքատ ես, ճանաչված ես, թե անճանաչ, չէ, քո մեջ կա, որտեվ դու Աստծո պատկեր եւ նմանությամբ ստեղծված ես։ Եվ այդ պատկերն ու նմանությունը տարբեր մարդկանց մեջ տարբեր կերպ է արտահայտվում։ Ոմանք քնեցնում են, ոմանք առողջ են պահում, ոմանք չեն ուզում հիշեն այդ նմանության մասին։ Դա համար տարբեր են։ Եվ ամենակարևորը, որ դու գիտակցում ես, որ դա քեզ մոտ կա, եւ այդ գիտակցումով սկսում ես այն բեղել, հանել դուրս, եւ դու դառնում ես փայլող, շողը արձակող մի մարդ։ Ու ինձ թողեն ես երևի ժամերով ձեզ հետ կշփվեմ։ Հիմա մի քիչ անցնենք մեր ֆորմատին։ Անցնենք։ Ինձ մոտ հիմնականում հյուրընկալվում են դաշմավոն։ Այն մարդիկ, այն, չգիտեմ, անհայտ կազմակերպություն, երգիչներ, ովքեր սովորական մարդկանց օրինակ տոն են դարձնում։ Դուք ամեն անմիջական կապն ունեք այս ֆորմատի հետ։ Ինքն եք տոն դարձնում։ Այո, դուք եք տոն դարձնում։ Ինձ հետաքրքիր է, ըստ ձեր ցենց վիճակագրական տվյալների, հա, հիմա առիթներ, հարսանիքներ, մկրտություն պակասել է թե շատ է, նորմալ է։ Բնականաբար այս պահոց շրջանում նվազում է, առավելևս պսակադրությունները։ Իսկ ընդհանրապես։ Իսկ ընդհանրապես, այո։ Ընդհանուր առմամբ, եթե վերցնենք, այո, ավելացել են, գիտեք ինչպես, թե մենք ուզում ենք մեր ընտանիքով ուղղակի գանք։ Անգամ եղել է պսակադրություն, որ եղել են 4 հոգով։
Բայց աստծորնություն ստացել են։ Քավոր-քավորքին հարս փեսա եկել են օրինական իրենց միություն արձանագրել են, օրհնվել են, որպեսզի իրենց կյանքը ճիշտ կերպով վարեն քրիստոնեական։ Բայց կապ չունի, տեսեք, յուրաքանչյուր արարողություն մարդ պետք է կարևոր իրեն համար։ Համաձայն եմ։ Շատ են լինում դեպքեր, որ ասում եմ, երբեք երեխաներին մկրում, դե հարազատ մարդկանց ինձ վերապահում եմ իրավունք այդպես ասած տիզի նման կոչելնի մեկ է ձևի, ասում են դե սպասելի քեֆ, ասում եմ դու երեխայի բախտի հետ ես խաղում եւ երջանկության, հոգեոր առողջության, դե համ էլ սկսում են պատճառաբանել, ուզում ենք որ ինքը հասկանա, համ էլ ուզում ենք որ ինքը հիշի ու հազար մի պատճառաբանություն, բնականաբար ամեն մի պատճառաբանություն փշրում եմ բոլոր տեսակի հակափաստարկներով եւ վերջին ասում են դե լավ քավոր չեն գտնում։ Այդտեղ արդեն Ախետ ուզում ասեի քավորի խնդիրը ասեմ, որովհետև այդ քավորի գտնելը շատ լուրջ խնդիր է, որովհետև իրականում կնքահայրը պետք է լինի մեկը, որ երեխային բարեկամ ընկեր դառնա, որովհետև դաստիարակ հոգևոր ինքն է լինելու երեխային։ Բայց այնուամենայնիվ փորձում եմ հորդորում եմ որպեսի գան։ Իսկ ինչ մնում է տոն մարդկանց տոն այդ սարքելը մի անգամ հիշում եմ ռեստորանից մեկում նշանադրության արարողություն էր եւ նշանադրքի օրհնություն են կատարում։ Քանի որ ինքը օրհնություն է, իրեն կարող ես բացօթյա անել, ամենտեղ կարող ես անել։ Եվ վերջում երբ որ արեցի, մարդկանց հրավիրեցի շնորհավորելու եւ այլն, մի հատ նկարող էր ասես դեր այս սեն շոու սարքելը հատուկ սովորացնում են։ Ասում ես շոու չեմ սարքել, ես արել եմ այն ինչ որ պետք է անեմ, իմ արարողությունը։ Շոուն ձեզ համար դա եթե շոու է, մեզ համար դա առօրյա օրհնություն է, որը որ եթե մարդիկ այդ ամենը ընկալում են ճիշտ եւ այդ ամենը մատուցում են ճիշտ, ձեզ համար դառնում է գուցե շոու, բայց դա այն շոու չէ, այն շատ լուրջ հենք ունեցող եւ հիմք ունեցող արարողություն է, որով թե այս պարագային ասենք դիցուկ նշանադրության օրհնությունը, թե ասենք ուրիշ արարողություններ, որ կատարվում են եկեղեցու մեջ, պսակադրությունը, մկրտությունը, այդ ամենը դառնում է քեզ համար շատ կարևոր եւ շատ գեղեցիկ, առանց նրա որ ինքը այդպես էլ կա կարևոր եւ գեղեցիկ, երբ որ դու ես այն այդպեսին ընկալում։ Ես մի կենցաղային հարց եմ ուզում տալ, որ ինձ բավականին երկար տարիներ է հուզում եմ, ու ամեն անգամ այս հարցը տալիս եմ այն ժամանակ, երբ որ ես գնում եմ հոգեհանգստի, այն էլ եկեղեցում։ Մի եկեղեցում, որ նաև պսակադրություն է լինում։ Դա ճիշտ է։ Ուրեմն շատ հերական ձեզ պատասխանեմ հարցով հարցին։ Իսկ եթե նույն քահանան 2 ժամ առաջ կամ 1 ժամ առաջ թաղման արարողությունը կատարել եւ գալիս է եկեղեցի պսակի արարողությունում, ճիշտ է դա։ Բայց նույն տարածքում չի, չէ՞։ Բայց տարածքը կապ չունի։ Հա, դա կապ չունի։ Նայեք, տեսեք, մարդիկ մի տեսակ նեգատիվ են մոտենում կյանքի այս հատվածին։ Եթե մենք բացում ենք Մաշտոց Ծիսամատյանը, որով մենք բոլոր արարողությունը կատարում ենք, ապա տեսնում ենք, որ այնտեղ մարդու կյանքի յուրաքանչյուր փուլ կախված է եւ կապված է եկեղեցու հետ։ Ծնունդը, մկրտությամբ, 40-օրյա կարգը, առաջին անգամ մաս կտրելը, երբ որ մարդը դառնում է վարպետ, վարպետի այդ օրհնությունը, այնուհետև իր հիվանդության ընթացքում, այնուհետև ինքը պսակադրվում է, այնուհետև երեխաներին ծնվում այդ մկրտություն շրջանը շարունակվում է, հետագայում արդեն երբ որ ինքը եթե դառնում է հոգեորական ձեռնադրությունը, հետո գալիս է մեկ այլ արարողություն կյանքի ընթացքում, անգամ երբ որ դու ջրհոր ես փորում, ջրհոր օրհնելը, դաշտեր ունես, դաշտերը եւ արտերը օրհնելը, չգիտեմ, այգիները օրհնելը, ամեն ինչ կապված է եւ բնականաբար կյանքի վերջին փուլն է նույնպես կապված է Աստծո հետ եւ եկեղեցու հետ։ Եվ եկեղեցու այդ Ծիսամատյանում մեր Մաշտոցում կա թաղման կարգի 3 հատված. տան կարգ, եկեղեցու կարգ եւ գերեզմանի կարգ։ Երբ որ մարդ մահանում էր առաջին աղոթքը տանն են անում, տանում են եկեղեցի, այնուհետև եկեղեցում էր աղոթք արվում եւ այնուհետև գերեզմանում էր կատարվում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ սա կանոնական է։ Պարզապես մեր մոտեցումը այդ ամեն մի տեսակ միստիկ կամ շինծու միստիկ։ Նույն սկզբունքին եթե դուք ասում եք, որ այնտեղ միտեղ ուրախություն ինչպես, իսկ որ ժամանակին ննջեցալին տանն էին դնում, հələ ուտելու հացի սեղանի վրա, հետո դրանից 4 օր հետո կամ 2 օր հետո գալիս են նստում հաց են ուտում, բա ոնց էր։
Հա, շատ վատ։ Այսինքն տեսնում ենք մոտեցման խնդիր է սա։ Եթե մենք գիտակցում ենք ինչը մահը, եթե մենք հասկանում ենք, որ մահը չի կարող չարիք լինել, որովհետև Աստծուց տրված իսկ Աստված չարիք չի գործում, եթե մենք հավատում ենք եւ հասկանում ենք, որ մահը վերջը չէ, այլ սկիզբն է անմահության, որովհետև հոգին անմահ է, մարմինն է միայն մահկանացու։ Եթե մենք այս ամենը գումարում ենք եւ հանդերձալ աշխարհի հետ նկատմամբ հավատք ենք ունեմ, այլ ոչ թե թերահավատություն, երբ որ մենք հասկանում ենք, որ կա ննջեցյալների հարություն եւ կա հավիտենություն, այս ամենով հանդերձ մահը մեզ համար, այո, մնում է, շարունակում է մնալ ցավալի երևույթ, բայց անելանելի չէ եւ դրա հետ կապված ամեն ինչը վախենալու չէ։ Ես ասեմ, վախենալ պետք է ողջ մարդկանցից, այլ ոչ թե մեռածներից։ Այո, համաձայն եմ, այդ դրա հետ համաձայն եմ ես։ Իսկ դուք ինչպիսին եք որպես հոբելյար։ Ես տեսակներ ասեմ, դուք ընտրեք։ Հələ։ Անհատ մարդ, ով միսներ առաջ կազմակերպում է ծննդյան օրը։ Մարդ, ով չի սիրում է ուսանում է իր ծննդյան օրը։ Եվ երրորդ, տանիք, կոլեկտիվ ոնց է չլինի, մի բան կկազմակերպի։ Հա, այստեղ տարբերակը։ Օրինակ վերջինը ոնց է կազմակերպել, վերջի ձեր ծննդյան օրը տարին։ Ոնց է։ Եկեղեցում ես, բնականաբար, որովհետև ծառայության է եւ պահքի շրջաններ եւ բնականաբար փորձեցինք ամեն ինչ պահոց ինչ։ Այսինքն ձեր ծննդյան օրը։ Այո։ Հյութով, այսպես ասած, կամպոտով։ Դուք պահում եք։ Նայած տարի։ Նայած տարի։ Ունեք հիմա դուք պահում եք։ Այս տարի չէ։ Այս տարի մի փոքր առողջական խնդիրներ ունեմ, դրանք լուծելու հարցեր կան եւ նորից եմ անդրադառնում, սննդակարգի պահքը ինքը ինքնանպատակ չէ, ինքը միջոց է։ Ինքնանպատակը սեփական անձի մաքրագործումն է։ Որոշ պարագաներում եւ մեծամասամբ, եթե դու իրոք այդ ամենի մեջ կաս, սննդային պահքը քեզ օգնում է այդ ամենով։ Բայց եթե դու այսպես թե այնպես կյանքիդ ընթացքում չես չարաշահում ուտելիքը եւ պարզապես դու էլ բուսակեր ես քո կյանքում եք, ասենք դիցուկ, բնականաբար այս պարագան ուրիշ է դառնում։ Եվ չպետք է մենք մոռանանք, որ մարդը առաջին հերթին պետք է կարողանա կառավարել իր ներքին ցանկությունները, իր հոգու մղումները, որովհետեւ ավետարանը շատ հստակ ասում է, նա չէ պղծում մարդուն ինչ որ մտնում է բերանից եւ հետո դուրս է գալիս, այլ պղծում են այն ամեն ինչ որ դուրս են գալի նրա բերանից, այսինքն սրտից, հոգուց, չար խորհուրդները, չար խոսքերը, ցանկությունները, նախանձը մեկը, մյուսը։ Նայեք, տեսեք, օրվա ընթացքում քանի անգամ դուք կարող եք ինչ որ մեկին անիմաստ տեղը վիրավել, նու քեզ չեմ ասում Դինա ջան, բայց յուրաքանչյուր մարդու ամեն քայլը փոխել։ Այսինքն մենք մտածում ենք, վայ ինչպես անենք, որ հանկարծակի այս կարտոֆիլը կպել է մսին կտրենք այդ հատվածը ինչ որ գցենք այնքան որտեղ մսինը կպե եւ այդ կարտոֆիլը կարողանանք ուտենք հաշլամայից կամ չգիտեմ մեկը մյուսը դրա մասին ցենց չափազանց մտածում ենք բայց հենց հերթը հասնում է ինչ որ մեկին տրորելու վրայով անցնելու այս առանց մտածելու տրորում եւ անցնում ենք այսինքն սա սխալ է Տաթևացին ասում է եթե դու պետք է միս չուտես բայց եղբորդ միսը ծամես էլ ինչի համար է քո պահքը հիանալի է դուք Սեղանի շուրջ որ նստում եք, կենացներ ասում եք։ Մեկ-մեկ ինձ թվում որ ինձ կանչում են միայն դրա համար։ Իսկ ձեր սիրած կենացը ո՞րն է։ Գիտեք, կենաց ինքը նախ բառը գալիս ինչի, կյանքի խոսք։ Կյանք բառի հոլոված տեսակն է կենաց։ Եվ բնականաբար բարեմաղթանքները շատ են։ Ես միշտ ասել եմ, թող որևէ մեկը չասի, որ իր կենացը չեն ուզում խմել։ Բոլորին է հաճելի է, որ իրեն գովում են։ Բնականաբար կենացը գովեստ է։ Բայց որքան էլ որ մարդու բացահայտումները անում ես շատերի համար այդ անձին բացահայտում ես որպես տեսակ, որին դու ճանաչում ես, լավագույն իմ առայսօր կենացներից մեկ որ ես միշտ ասում եմ, ոչ թե իմ, այլ պարզապես խոսքերը, որոնք որ ես ասում եմ, հետեւյալն են, երբ որ մենք տուն գնացինք, իմ ընկերը մի հրաշալի բան պատվիրել էր եւ ինձ նվեր տվեց, պատից կախած է։ Սուրեն էլ որ եկավ չսպասված դա նկարեց։ Այո, եւ այնտեղ գրված է Աստված օրհնի նրան, ով մտնում է այս տուն։ Պահի պահպանի նրան, ով այս տնից դուրս է գալիս, եւ խաղաղություն պարգևի նրան, ով այս տանը մնում է։ Տեսեք, մարդու կյանքի 3 փուլ։ Դա եթե դիցուկ դու վերցնես հանես հյուր հասկացողությունը, դու ամեն օր մտնում ես քո տուն։ Օրհնություն, այսինքն տնացիներից դու ստանում ես այդ բարիքը։ Դու դուրս ես գալի տնից, որտեղ աշխատում ես, ծառայում ես, թող Աստված քեզ պահապան լինի։ Տան մեջ մնացողները գուցե խնդիրներ ունենան, թող խաղաղությունը նրանց հետ լինի, որպեսզի հետո որ դու տուն մտնես, էլի այդ օրհնությունը ստանաս։ Շատ հետաքրքիր խոսքեր են եւ շատ դուր է գալ ինձ այս
Շատ լավ։ Եվ վերջում, եթե այս բան Աստծո ճրակը ձեր ձեռքում լինի, բարմաղթանք ասեք։ Յուրաքանչյուր ձեռքին արդեն իսկ Աստծո ճրակը դա մենք ենք։ Եվ որովհետեւ մեկը չի կարող ճրակը վառի եւ կափարիչի տակ դնի եւ բարեմաղթանքս հետեւյալն է պարզապես չդադարեք մեկը մյուսին սիրելուց։ Դրանով ենք փրկվել, ուրիշ ոչ մի բանով։ Չենք փրկվելու, որովհետև դեր շմավոն ենք կամ ձինա ենք։ Մեր անձերը մեզ եւ կամ մեր պաշտոնը մեզ չեն փրկելու։ Մեզ փրկելու են մեր գործը, իսկ ամենամեծ գործը, որ եւ փրկարար գործը, որ մենք կարող ենք անել, դա ուղղակի դիմացինին սիրել սեփական անձի պես եւ վերջ։ Հիանալի է։ Եվ վերջում մենք ունենք օրվա հոբելյարներ։ Ես կխնդրեմ, որ դուք տեսախցիկին նայելով շնորհավորեք օրվա բոլոր հոբելյարներին։ Մենք չգիտենք, թե պարզապես բոլորին։ Օրվա, ով որ մեզ հենց հիմա դիտում է։ Ուրախացեք եւ փառք տվեք Աստծուն, որ ծնվել եք։ Սիրեցեք այդ օրը, որովհետեւ այդ օրը ձեր ամենագեղեցիկ օրն է, որովհետեւ դուք կյանքի ընթացքում ունենում եք շատ առիթներ զարմանալու եւ շատ առիթներ վերստին Աստծուն սիրելու, վերստին Աստծու հետ լինելու մարդու միջոցով։ Իմ ցանկությունը նույնն էր եւ երբեք չեմ փոխի, չդադարեք մեկը մյուսին սիրելուց եւ չդադարեք զարմանալուց Աստվածային ամեն մի գործի եւ հրաշքի վրա։ Աստված ձեզ պահապան եւ երկար տարիների կյանք, սեր, առողջություն անպակաս ձեր ընտանիքից։ Օ, հիանալի է, շնորհակալ եմ։ Եվ ես ուզում եմ ձեզ նվեր տալ, որպեսզի դուք փոխանցեք ձեր կնոջը։ Քանի որ մեզ մոտ Ես գամ կնոջս նվեր տանեմ։ Դե ինչ պատո։ Քանի որ մեզ մոտ մեկ ամսյակ է եւ մեր գործընկերը հայկական ապրանքանիշ Վիստոսը ապրանքանիշն է, որոշել ենք, որ մեր բոլոր հյուրերին նվերներ տանք, դա բնականաբար կանանցից թեմայի մեջ, իսկ ովքեր որ ինձ մոտ գալիս են, ես ուզում եմ որպեսզի արական սերը ներկայացուցիչները այս նվերը փոխանցեն իրենց կնոջը։ Հույսով եմ կհասցնեք, ես տենց թեթև նամակ գրեմ, որպեսզի նաև իմանամ ինչպեսին է դուր եկել, թե չէ, ի վերջո հայկական ապրանքանիշ է։ Եվ իմ կողմից էլ կշնորհավորեք մեկ ամսյակի կապակցությամբ։ Շնորհակալ եմ ձեզ, որ ինձ մոտ եք։ Ինձ շատ հաճելի էր, Աստված պահապան քեզ սիրա։ Շնորհակալ եմ շատ, եւ ես մի խնդրանք ունեմ։ Այո։ Դուք ինձ բավական երկար տարիներ գիտեք, մենք դեռ վաղուց ենք եթերում առավելապես հանդիպում։ 2007-6 թվականներից։ Ապրեք, շատ ճիշտ է։ Ուզում եմ գոնե երբ որ թեմա է լինում եւ ուզում եք այդ ամենը լուսաբանվի, չգիտեմ, եթերում ասվի, խորհուրդ է, ասելիք է, կամ ուղակի շփում, արձագանք եք էլի դեռ շմավոն դուք եկեք ինձ մոտ։ Բայց առաջին ինձ մոտ։ Առաջ կլինի, չէ՞։ Այն թվերի էգոիզմ եւ նախանձը մեջիցս դուրս եկել։ Ես լինեմ առաջինը։ Շնորհակալ եմ շատ ձեզ հարգանքներս։ Իսկ լավ տրամադրությամբ ես ձեզ հաջողություն եմ աղթում ամենակարևորը Աստծո օրհնությամբ եւ խաղաղ երկնքի տակ։ Կհանդիպենք բարին ձեզ։ Որ հուզված է սիրտը Քո սիրուն ես դու հասել հենց ինքը Իրական ես ու այնքան ես լավը Ախ սիրուն ջան ես տանեմ քո ցավը Երազածն ես իմ հայ աղջիկ Ինձ հասավ Կյանքս երջանիկ Ախ երանի սերս երանի Երկու սիրտում նենայի Որ կեզ ավելի ու ավելի ուժեղ սիրեի Ախ երանի սերս երանի Երկու կյանքում նենայի Այս աշխարում երկար Կյանքս կեզ հետ ապրեի Ախ երանի սեր երանի Երկու սիրտում նենայի Որ կեզ ավելի
եմ ես անում այս քայլը ու վկան է աչքերին փայլը մենք տիրոջը խոստացանք դու Տեր ես ես էլ քոն եմ հնազանդ եմ սերս երազածնես իմ հայ տղա իմ ուզած սերը ինձ եղավ երանի սերս երանի երկու սիրտում են նայի որ քեզ ավելի ու ավելի ուժեղ սիրեի ախ երանի սերս երանի երկու կյանքում են նայի այս աշխարհում երկար կյանքս քեզ հետ ապրեի ախ երանի սեր երանի երկու սիրտ